Իսկ հիմա ես ուզում եմ նախագահ Թրամփը այստեղ էր մի քանի րոպե, այսինքն այստեղ է եկել էր այստեղ Թրամփը տարբեր նահանգներում, ինչպես Ֆլորիդայում, Նյու Ջերսիում, այստեղ մեզ մոտ քիչ հետո կտեսնեք նաև Palos Verdes, որը 110 freeway-ի ամենաներքևն է, այստեղ է եւ իր օթանավով գալիս է իհարկե, հետո հելիկոպտերով իրեն բերին, Burbank, հետո այնտեղից մեքենայով, որպեսի մեկ հավաք այնտեղ գնար իր այդ կենտրոնի մեջ եւ իր կողմնակիցներին, ռիփաբլիկանների տեսնին, որտեղ այսպես են անում բոլոր նախագահները ապակա ընտրության համար գումար հավաքեն, մի կեսը իրենց կապվում է, հետո մի կեսը տալիս են կուսակցության, Թրամփը ռիփաբլիկանը, որոնք տալիս է կուսակցությանը, որպեսզի կարողանան գալի կարևոր ընտրությանը, որ ինքը Թրամփը դժվարության մեջ է դրել բոլոր ռիփաբլիկան սենատորների, որ այս տարի պիտի ընտրության մասնակցեն եւ բոլոր ներկայացների տան անդամների, որ այս տարին պետք է ընտրության մասնակցեն, որովհետեւ պատճառը դժվար կացություն է ստեղծել նախագահ Թրամփը սա է, որ իր հավանությունը շատ ցած է, երբ որ նախագահի հավանությունը շատ ցած է լինում, դժվարություն է ստեղծում այդ կուսակցության անդամների համար չեն ընտրվում, դժվարկացության մեջ են լինում, որտեղ եթե նախագահը հավանություն ունի, գալիս է այդ ներկայացնի տանը, հետո որ նոյեմբերի ընտրության լինի, ասում է, որ այս մարդուն քվեարկեք, ես հովանավորում եմ, իսկ հիմա նախնական ընտրության մեջ, որ երկու ռիփաբլիկաններ են իրար հետ մրցակցում, նախագահը, որին ասում է, որ ես սրան եմ հավանում, ընտրվում է որպես ռիփաբլիկան կուսակցության ներկայացուցիչ անդամ, սենատի անդամ, որտեղ ռիփաբլիկանների մոտ դեռ իր հավանություն ունի։ Չունի այն հավանությունը, ինչ նախկինում ուներ, բայց էլի մեծամասնություն իրեն հավանում են։ Բայց ընտրությունը նոյեմբերի մեկ ռիփաբլիկանը պետք է դեմոկրատի հետ մրցակցի։ Նաև կա նրանք, որ կուսակցության պատկանելիություն չունեն, non-partisan, ուրեմն դեմոկրատն է, ռիփաբլիկանն է եւ նրանք, որ կուսակցության հավանություն չունեն։ Դեմոկրատները բնականաբար Թրամփին չեն հավանում, իսկ նրանք, որ այդ մեջտեղն են այս երկու կուսակցության ոչ կուսակցության պատկանելիություն ունեն, նրանք շատ որոշիչ են լինում, որ խմբի հետ կմիանան։ Եվ դրա համար է, որովհետև նրանց մոտ նաև հավանություն չունի Թրամփը, որ մեծ դժվարություն են ունենալու գալիք ընտրության ժամանակ այստեղ։ Ամենայն դեպս ես ուզում եմ ցույց տալ իր այդ գալֆի տարածքը Սան Պեդրոյում, միասին տեսնենք, եթե այստեղ տեսնում եք, այդ տարածքն է, որ տեսնում եք այստեղ, այդ տարածքն է իրեն պատկանող, գալիս է այստեղ, կուսակցության անդամներին հանդիպելու, գումարավաքելու, տեսնում եք։ Իսկ նախքան, տեսնում եք, այնտեղ օվկիանոսի մոտ կամ դիմացը, նախքան գալ 2 օր առաջ մեկ երիտասարդ պատրաստվել էր ատրճանակ հրացանով, որը այս ամենահզոր հրացանն ինչ որ կա, բայց ինքը illegally փոխեն են AR-ը դարձնելու համար եւ 1911 45 կալիբրի ատրճանակ պատկերացրեք, հագուստ էր հագե որպեսի զրահապատված, որ եթե իրեն կրակեն մի բան չլինի, եւ այսպես ատրճանակ 2
ռադիո սիգնալ սարքավորում ունենալով գրություններ, նոթբուքեր ուներ եւ գրությունները նախատասություններ մեջը գրված բոլորը այսպես պատրաստված եկեներ այս տղան երկու օր առաջ իհարկե իրեն ձերբակալել էին տեսնում եք այս ռիզորտի մտել էր այս ռիզորտը որտեղ տեսնում եք Թրամփի գոլֆ կլաբը տեսնում եք այդտեղ National Golf Club ինչ որ ունի նաև ունի San Pedro-ում եւ այսպես եկել էր պատրաստվել էր երևի ոչրագործություն կատարեր նախագահի վրա կրակեր կամ սպաներ ինչ որ կար ծրագրումներ ուներ իրեն ձերբակալել են եւ դրա համար այսօր նախագահը ավելապահով այդտեղ էր եկել էր այդտեղ իր կողմնակիցներին հանդիպելու Հիմա ես ուզում եմ ասել 73% ամերիկացիները մտածում են կամ կարծում են որ ուշադրություն չի դարձնում երկրի կարևոր խնդիրներին ուշադրություն չի դարձնում 27%-ն է մենակ որ ասում են ինքը ճիշտ ուրեմն առաջնահերթություններն են նկատի առնում ուրեմն տեսեք շատ փոքր խումբ է ինչ որ հավանություն է տալիս իրեն 75%-ը կամ 3/4-ը ասում են որ Թրամփը ժողովրդի խնդիրներին անծանոթ է ծանոթ չի ուրեմն սովորական մարդու ordinary Americans որ իրենց կյանքը ինչպես է տեղի ունենում ինքը լուր չունի կամ կապ չունի այդ հարցերի հետ կապ չունի այսպես են մտածում Թրամփի մասին որ դրա համար է որ Republican կուսակցությունը շատ մտահոգված է այս գալիք ընտրությանը իր ներկայությունը ինչ վնաս է բերելու իրենց կուսակցությանը դեմոկրատ կուսակցությանը նոյեմբերին իհարկե այդ մտահոգություններն ունեն պատճառը մեկը սա է որ Թրամփը ինքը երբեք սովորական մարդու հետ կապի մեջ չի եղել մեծահարուստ եղել իր հայրը դες բացատրեն 1952 թվականից հետո երբ որ ինքը 6-7 տարեկան էր իր հայրը 450 միլիոն իր հաշվի մեջ է տնում այդ տարիներում 1950-ական թվականներում ով որ մեծահարուստ էր իր այդ տարեկան եկամուտի կեսը պիտի հարկ վճարեր հիմա այդպես չի մաքսիմում 28% այդ չափ է որ ինչ որ եկամուտ են ունեցել մաքսիմում IRS-ին 28% են հարկ վճարում դրա համար այն ժամանակ շատ տարբեր էր ուրեմն հայրը փախցնելու համար գումարը ինքը եղբորը հարյուրավոր միլիոնավոր դոլար թե փոքր երեխաներ էին գումարը փոխանցել էր որովհետև երբ որ գումարը կամ եկամուտը ավել քիչ է բնականաբար ավել քիչ է tax վճարում այսպես վիճակ էր ես ուզեցի պատկերն ունենալ որ միցե եղել որ ինքը հասարակ մարդու հետ շփման մեջ չի եղել սա անսովոր չի որ հիմա այդ զգում են որ ինքը չգիտի որ մարդիկ ինչպես է իրենց կյանքը ինչ է ծախսերը ինչ է դժվարությունները ինչ է այդպես այս վերջին այս հարցախույզը ինչ որ անցել կացրել արդյունքը ձեզ ուզեցի բացատրել ես մի տաթար վերցնեմ տաթարից հետո խոսեմ հրդեհների մասին Բրբանկի Adult School-ն է հովանավորում ծրագիրը եթե դուք ցանկություն ունեք այս դպրոցը աշխատել այսինքն գնալ այնտեղ դասավանդումներին այսինքն մասնակցել 12 տարբեր դասավանդումներ է տեղի ունենում բոլորը անվճար Կալիֆոռնիայի նահանգը վճարում է որ դուք ավել ձեր գրագետ դառնաք բարձրագույն կրթություն ստանաք եթե ցանկություն ունեք օրինակ համբյուտեր են դասավանդում եթե դուք գիտեք ուզում եք մասնագիտացված համբյուտեր սովորեք ոչ քոր
օգնական այդպես ատամնաբույժի օգնական դառնալու համար եւ եթե բնավ համբյուտեր չգիտեք ուզում եք համբյուտեր սովորեք այսպես բոլոր ծախսերը հոգում է Կալիֆոռնիա նահանգը դուք ոչինչ չեք վճարում վերջնական դուք ավարտական եք ստանում որ 50 նահանգում Կալիֆոռնիայի ընդունված է իրենց այդ ավարտականը դասավանդումները 17-ից այս ամսվա 17-ից սկսում է անպայման դուք այցելեք եւ գրանցվեք շատ դժվար է հեռախոսեք բայց հեռախոսով շատ դժվար է խոսել այնտեղ նաեւ հայ ուսուցիչներ կան տեսուչի տեղակալը assistant principal-ը նաեւ հայ է ուրեմն ամեն հարմարություն կա եթե ցանկություն եք այստեղ այցելեք Երևան Post-ն հովանավորում ծրագիրը Երևան Post-ը Գրանադա Հիլզում է գտնվում եթե ծանրոց ունեք Հայաստան ղրգելու օթանավով մի փանդը $2.99 իսկ նավով մի ծանրոց հանձնեք իրենց երկրորդ ծանրոցը անվճար կտանեն որևէ չափ վերցնեք համավասարը անվճար կլինի նաև եթե ուզում եք Հայաստան ձեր ազգականին կամ դուք պետք է տանեք մարշակալ տանեք չգիտեմ տեսնում եք ինչ որ էստեղ կա նման ունեք ուզում եք ղրգեք Հայաստան եւ գումար նաև եթե ուզում եք ղրգեք Հայաստան եթե դրամ ղրգեք 1%, եթե դոլար ուղարկեք տարբեր կլինի։ Երևան Post գտնվում է, այստեղ հասցեն տեսնում եք, հեռախոսի համարը գրված է, նաև Court Furniture-ով անավորում է ծրագիրը, Central-ը մրթել փողոցի հատման կետում է։ Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերներից մեկն է, ամենտեղ խանութներ ունի, Oregon նահանգում, Washington նահանգում, New York-ում, Ֆլորիդայում, չգիտեմ, Կալիֆոռնիայում մի շատ ամենայն դեպս Գլենդելում 339 նոր Central փողոցը մրթել փողոցի հատման կետում է Orange County-ում Euclid եւ 405 freeway-ի հատման կետում է Santa Ana բոլոր եթե հարկ եղավ այցելեք անպայման Շահի թուրն հովանավորում ծրագիրը կազմակերպված է 2 թուր Բրազիլ, Պարագուայ եւ Արժանտինա նոյեմբերի 11-ից 20 11 օր $3,890 հեռախոսի համարը տեսնում եք իսկ նաեւ 10 օրվա թուր կա $3,690 սա հոկտեմբերին է տեղի ունենալու մասամբ մի ամիս հետո եթե Իսպանիա եւ Պորտուգալ ուզում եք գնալ ցանկարեք այս հեռախոսի համարին կվերադառնա 2025 թվականի հունվարի սկիզբն էր 7-ին, որտեղ հրդեհ տեղի ունեցավ Eaton եւ Palisade այստեղ։ Այդ Eaton-ը, որ Pasadena-ից հետո է, Eaton Fire-ը Altadena-ում, այսինքն Pasadena-ի արևելքում, այնտեղ 9000 բնակարան հրդեհվեցին։ Չտեսնված հրդեհեր տա ինչ որ տեղի ունեցավ, նաեւ Այստեղ Pacific Palisade-ում մոտավորապես մի 6000 նաև այստեղ էր իրար վրա 15000 բնակարաններ հրդեհվեցին մարդիկ մահացան այդ Eaton Fire-ի հետևանքով նաև մարդիկ մահացան բայց ամենայն դեպս հիմա թվում է նոր հրդեհներ տեղի ունենում եւ տեղի ունենա դեռ որովհետեւ եղանակը լրիվ փոխված է, շատ շոկ է, բարեբախտաբար այս վերջին օրերը մեզ մոտ մասամբ շոկ է, բայց ուրիշ տեղերում 100 քիչ հետո կտեսնեք 112 աստիճան, 104-ը 40 սանտիգրադ, 112, այսինքն այդ հրդեհը, այսինքն ջերմությունը այդ տարածքներում հասնում է մինչև 115, ռեկորդներ կա քիչ հետո կտեսնեք, ամենայն դեպս air quality Օդը այս շրջաններում լրիվ Կալիֆոռնիայի հյուսիսում շատ վատ է, այստեղ տեսնում եք մանավանդ նաև կարմիրով տեսնում եք, այս տարի երևի կդառնա ամենաահավոր տարին հրդեհի տեսակետից, սա այս գիշերը ինչ որ տեսնում եք, սա արևմտյան շրջանն է Ամերիկայի ինչ որ ցույց ցուցադրում եմ անցնենք առաջ,
տեսնում եք red flag warning, այսինքն այդ տարածքներում ասել են թողեք բնակարանները գնան, հազարավոր մարդու անեն են, խոշոր քամիներ, այսպես տեսնում եք Seattle, Portland, Eugene, Oregon, այնտեղ բախտը հրդեհի շատ բարձր է վաղը, առավոտյան սկսյալ, լրիվ օրը, տեսնում եք, սա բոլոր մեր հյուսիսում է, Portland և Washington, ջերմությունը նայեք, Las Vegas-ում ուրբաթ օրը ռեկորդ ունենա այդ օրվա համար, որը դառնում է մոտարապես 45-ի մոտեցած, Salt Lake City ուրբաթ օր ռեկորդ կունենա, Seattle, Washington-ում Հինգշաբթի օր վաղը իրենց ռեկորդը կլինի այդ օրվա համար երբեք 89 չի եղել, մնացած տեսնում եք Սակրամենտոյում 103 մոտարապես 40 սանտիգրադի մոտ է լինելու, իսկ մեզ մոտ ասացի 90 մի քանի աստիճան է, որ 35 կապած որտեղ է 35, 6, 7, 8 սանտիգրադ է լինելու, իսկ իհարկե մեզ մոտ էլ քիչ հետո կփոխվի ավել շոկ է լինելու, այսպես տեսնում եք նախատեսել են այս, ինչ որ է ցուցադրել, իսկ հիմա մեկ ուրիշ ինչ որ Washington նահանգը այնտեղ Spokane, Washington, մեկ 37 տարեկան ստեղծել է այս հրդեհը ինչ որ տեսնում եք, ռեկորդ ունի, սպանել է անգամ իր հորն է սպանել, այստեղ տեսնում եք իրենց երբակալած տանում են, Արիզոնայում իհարկե 2020 թվին ազատ են արձակել, 2010 թվին հորը սպանել, 2020 թվին ազատ են արձակել, իսկ հիմա այդ տարիներից հետո գնացել է այնտեղ և հրդեհ ստեղել, 67,000 մարդու ստիպված եղան տնից հանեն, և այսպես տեսնում եք, Բեյլ իրեն 1 միլիոն են թողել 2010 թվին էր, տեսնում եք բանդում էիք տեսնում, ինչ որ բացատրում էի, շերիֆը ձերբակալել է իրեն նորից, այս հրդեհը ստեղծելու համար և ինչ որ տեսնում եք 700 բնակարան վարվել է, մեկ հոգի տեսեք ինչքան վնաս կարող է հասցնի, 6 տարի առաջ իրեն ազատ էին արձակել 1 միլիոն հիմա Բեյլ են պահանջել և հրդեհի պատճառով մեկ կոքի մահացել է, որ իրեն պիտի այդ պատճառով էլ սպանություն է first degree arson, մեղադրանքն է լինելու, շատ խիստ պատիժ է ունենալու այս անձնավորությունը, տեսեք ինչպես հզոր հրդեհը ինչքան վնաս է հասցրել, քանի մարդու վնաս ասացի, պատկերացրեք 67,000 մարդ հանեց տնից, ինչ դժվար կացություն պիտի ստեղծվի այդ մարդկանց համար։ Ես ուզում եմ հիմա խոսել նաև լեթսի մասին կամ հազարի մասին ձեզ հետ խոսեմ, արդեն դուք գիտեք այս լեթսը կամ հազարը այն տեսակը, որ այսպես կալոր է, ոչ թե սրանք, որ տերևներ ունեն, դրանք Մեքսիկոյում պատրաստել էին և մեկ այստեղ ընկերություն, որ օգտագործում էր, տեսնում եք տարբերությունը, այս տեսակն է, բայց դուք երբ որ քսակի մեջ գնում եք, չեք անդրադառնա որ մեկն է, բայց միայն այն, որ Մեքսիկոյից գալիս է և այս տեսակը Taylor այսպես կոչվող ամենամեծ ընկերությունն է, որ սա բերում է, նրանց մոտ էր, որ այս հիվանդությունը, որը պատճառ է դառնում ստամոքսի կամ մարսողական համակարգը հիվանդացնում է, պրոբլեմ նաև սա է, որ անմիջապես չի, սրա հիվանդությունը մոտարապես մի շաբաթ հետո է Երևան գալիս, անձը ոչինչ չի զգում մինչև հետո մի
5 օր, 6 օր, մանավանդ 7 օր հետո կարող է ազդեցությունը կա։ Այսպես տեսնում եք, հիվանդության տեսակն է տարբեր տեղերից ամերիկան ամեն տեղից ամեն ինչ բերում է, բայց դուք նկատի ունեցեք, ես միայն այդ տեսակն եմ ասում, Taylor Farms, պիտի լինի, վրան գրած լինի Taylor Farms։ Ես CDC, Center for Disease Control, ասում է 10,000 հոգի այս բերումով հիվանդացել են և 12,000 հոգի կարծում են և դեռ կառավարության բոլոր լուր չեն տալիս, որ իրանք են կամ բժիշկ լուր չի տվել, կամ բժիշկ չեն գնացել։ Տեսնում եք, Taco Bell-ի մոտ առաջի անգամ այսպես, որտեղ իրենք այդ ընկերությունից են առնում, այդ Taylor Farms-ից են գնում, այստեղ էր, որ իրենք բոլոր այդտեղ Taco Bell-ը մեծ ընկերություն է վերջ-վերջո Ամերիկայում, այդտեղ էին տեսել այս պրոբլեմը։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, Հալեպինյանը հիմա ասում են, որ կարող է հիվանդությունների պատճառ դառնա, ձեզ ցուցադրեմ այդ Հալեպինյանի մասին խոսեմ, հետո մեկ սենատոր և մեկ ներկայացնի տան վիճաբանությունը կոնե, այսպես ձեզ բացատրեմ, ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք ապարտման եք վարձել կամ տուն, առանձնատուն եք վարձել, դա պիտի մաքուր լինի, բնակելի լինի։ Պահարան բացում եք մրջունները, այսինքն միջատները կնում գալիս են, մրջուն կա, մուկ կա ձեր տանը, Կալիֆորնիայի որևէ քաղաքում ապրում եք չի տարբերում։ Դուք կարող եք զանգարեք, դուք ոչինչ չեք վճարում։ Այսպես contingency, եթե ինք կարողանա ձեզ համար գումար ապահովի, հետո իրեն վճարելու եք, նախնական որևէ դոլար դուք չեք վճարում, սա կարևոր է, որտեղ որևէ փաստան բանի զանգեք, ասի 5,000 տուր, ես հետո ձեր քեյս կվեր, այդպես չի, դուք ամեն ինչը սկսում եք անվճար, ծրագիրը հովանավորում է նա և Փիզարտինի Բրբանկում հովանավորում է ծրագիրը, եթե մի պիցա պատվիրեք իրենցից, երկրորդ պիցան 50% զեղ չեք ստանալու, հեռախոսահամարը գրված է, զանգարեք, նա սանդվիչներ ունեն, օգտվեք ծառայությունից։ Դոկտոր Թավանսի աչքի վիրահատող բժիշկ է 31 տարի փորձառությամբ, տարբեր տեղեր, այսպես ագնապուժական աշխատանք է կատարվում, Գլենդելում, սա հեռախոսահամարն է, 240, տեսնում եք 22, իսկ Փասադինա քաղաքում պատմական շենքի մեջ է, հիստորիկ շենքի մեջ է, սա հեռախոսահամարն է այդ բժշկական կենտրոնի և նաև Քոստամեսը, եթե այնտեղ Orange County որևէ քաղաքում ապրում եք, շատ մոտիկ եք այստեղ, զանգարեք, Orange County բնակիչները անպայման այստեղ զանգարեն կվերադառնան։ Հալեպինյանն եք տեսնում, որ ոմանք ուտում են, եթե կծումի բան են սիրում, այսպես, հիմա պրոբլեմը սա է, որ Chipotle, որ մեքսիկական ռեստորան է, մեծ, այսինքն շատ խանութներ ունեցող ռեստորան է, Գլենդելում էլ մի քանի տեղ խանութներ ունի Chipotle-ն, հիմա այս Հալեպինյանը, որ տալիս են սալմոնելա, այս սալմոնելան հիվանդություն է, որ տարբեր կարող է ստամոքսին կամ փորհարիկ բերի կամ ուրիշ պրոբլեմներ ստեղծի։ Ուրեմն եթե Հալեպինյան եք ուտում, ուշադիր եղեք, որ կարող է հիվանդություն տարածող լինի այս ժամանակ։ Ավելի հարմար կլինի հիմա չուտեք, մինչև մի քանի օր անցնի, որովհետև հիմա գիտեն աշխատանքները կատարվում է, որպեսզի ժողովուրդը չտուժի։ Ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել, ինչ որ այստեղ տեսնում եք, կարող է տարբեր ձև լինի, կանաչը կամ Chipotle խանութներում է եղել այս պրոբլեմը։ Տեսնում եք, ահա այսպես, ուրեմն եթե չօգտագործեք դա, այս ժամանակ ավել հարմար կլինի իշահ ձեզ։
ուրիշ խնդիրներ չկա այդ խանութի մեջ, բայց Chipotle-ն ասել է, որ մենք հանեն ենք հալեփինոզը անեն են ռեստորաններից եւ փոխեն են այնտեղից որ գիտեն որ այն հողագործը որ իրենց հալեփինին տալիս են այդ բոլոր անձից վերցրածը թափեն են եւ ուրիշ տեղից են վերցրել որը US Department of Health and Human Services FDA ասեն է իրենց տեղեկացրել են իրենք էլ անմիջապես հեռացրել են բոլոր այդ ես հիմա ուզում եմ խոսել մի յուրահատուկ վիճակի մասին մենք ունենք մեկ senator որը Ohio senator-ն է սա Bernie Morano անունով է մեծահարուստ սենեթորներից մեծ սենեթորները ընդհանուր առմամբ ի վիճակի մարդիկ են լինում Bernie Sanders-ը օրինակ մեծահարուստ չի դա մեծ տարօրինակ է անգամ Biden-ը երբ որ սենեթոր էր երկրորդ ամենաաղքատ սենեթորն էր մի բնակարան ուներ այսպես այդ նահանգում որ ապրում էր եւ ամեն օր հեռավորությունից գնացքով պիտի գար Վաշինգտոն գիշերը վերադառնում էր տուն էր վերադառնում այդ վիճակի մեջ էր եւ 36 տարի այդպես գնացել եկել է 36 տարի սենեթոր իհարկե հետո փոխնախագահ դարձավ նախագահ դարձավ հարստություն կարողացավ կուտակել մասամբ օրինակ Օբամայի նման հարուստ չի կամ Քլինթոնների կամ բնականաբար Թրամփի նման բայց հարստություն լավացավ նախապես ոչ չունի հիմա այս սենեթորը այդ ինչ որ ասացի Bernie Morano-ն մեծահարուստ է շատ ինքը այստեղ չի ծնվել բայց եկել է երեխա ժամանակ եկել է այստեղ ամենայն դեպս բիզնեսներ ունի մեծ խոշոր ծնողներն են լավ վիճակի են եղել այնտեղ որ եղել են ամենայն դեպս այս սենեթորը որ Օհայո նահանգից է իր դուստրը աղջիկը ամուսնանում է մեկ անձնավորությամբ որ հրեա է եւ ներկայացնի տան անդամ է հիմա այս ներկայացնի տան անդամը եւ իր կինը խնդրեմ են ունենում բողոքսա է որ ասում են կնոջ հիմա կտեսնեք քիչ հետո ավել մանրամաս կտեսնեք տատը ուրբաց են արել ծեծել է կամ ատրճանակ է անել սպառնացել է բանդարկել եւ այսպես հարցեր եւ հիմա ընտրության ժամանակն է այդ ներկայացնի տան անդամի սենեթրի ընտրության ժամանակ չի այսինքն այդ կնոջ հոր ժամանակը չի ընտրություն բայց ներկայացնի տան անդամները ամեն 2 տարի բոլորը ընտրության պիտի մասնակցեն եւ այս փեսան ուրեմն ընտրության պիտի մասնակցեն հիմա նախագահ Թրամփի այդ փեսան նախագահ Թրամփի առաջին նստաշրջանի ժամանակ իր խորհրդատուներից է եղել այս ներկայացնի տան անդամը եւ իր անունը իհարկե Միլլեր անունով հիմա Republican կուսակցությունը ասում է որ այսքան խնդրեմ կա քո շուրջ եթե մեկը ընտրության մասնակցում է եւ անձնական խնդիրներ շատ է ունենում մարդիկ սովորաբար ոմանք չեն քվեարկում որտեվ չգիտեն օրինակ եթե ասում են սա կնոջ ծեծերը բանդարկեն եւ այլն չգիտեն ճիշտ է թե ոչ մտածում են լավ չեմ քվեարկի հետո տեսնենք ինչ է լինում իսկ հետո ընտրությունը ասում է անձը չի ընտրվում դրա համար Republican կուսակցությունը ճնշում է բանաստեղծում որ դու մի մասնակցի ուրիշը թող մասնակցի որ մենք այդ աթոռը չկորցնենք հիմա այս հարցն է ինքը այսօր այս փեսան ասաց որ ինքը ուզում է մասնակցի շատ կարճ ժամանակ ունի որ այսինքն կուսակցությունը որ ուրիշի ներկայացնի որ կարողանան ախտեն այս գալիք ընտրությանը ես այդ մասին է ինչ որ հիմա ուզում եմ խոսել ձեզ ցուցադրել այստեղ սա
հայրն աղջկա, որ ասացի սենեթերը եւ Բերնի Մորենոն մեծահարուստ եւ շատ բարգացած է իր նախկին փեսա, հիմա բաժանվել են ամենայն դեպս այստեղ տեսնում եք եւ հետաքրքիրը երկուսը այսպես արտահայտություններ են անում, սա մի քիչ անսովոր է, որ երկու ընտրյալ մարդիկ, որ նախապես բարեկամներ են եղել, երկու թոր ունի այդ փեսայից, տարօրինակ դրամա է, այսինքն երևի սերիալ պետք է սարքեն սրանից, փեսան հիմա, անցնենք առաջ, փեսային տեսնեք, որ ասացի նախագահ Թրամփի նախկին ընտրությանը մասնակցել է, աչում տեսնում եք փեսային, Միլլեր անունով, այս Միլլերը ասում է, որ դա ճշմարտություն չունի, հիմա անցնենք առաջ, տեսնում եք երկու ընտրյալ մարդու վիճաբանությունն է մխրճված, կնոջն եք տեսնում, սա տատն է ինչ-որ բացված է, որ կինը ասել է, որ կամ այդ տատուն կրված է, որ իր կնոջը վայրը գցել կամ սեղմել է պատի վրա եւ ատրճանակ գլխին պահել է, երբ որ բարկացել է իր կնոջ վրա բարկացել է, տաք ջուր է լցրել կնոջ վրա։ Իսկ ինքը ասում է, որ 6 օր առաջ այս կինը ինձ հրավիրել է գնամ տուն, հանդիպեմ իրեն հետ, ընթրիք ունենանք միասին, եթե ասում է, ուրեմն այդ սենեթրի դուստրը կամ աղջիկը կամ իր կինը նախկին, այսինքն թորնիկը երեխան դեյքերը գնում, ամեն օր դեյքեր են տանում, ինքը ասում են, որ ինքը այդ թորնիկին, երբ որ գիտեք մի ժամանակ տալիս են հայրը պահի, մեծ մասամբ մայրն է պահում, ասում են, որ ինքը թորնիկին վնասել է կամ իր դուստրին վնասել է եւ family service որ եկել են ասել են, որ ասում է ինքը, ասում է տվյալներ կա, որ այդ երեխային թեև վնասվել է, բայց ինձ կապ չի ունեցել այլ դեյքերի մեջ է, որ իրեն վնասը ասել երեխային եւ ոչ թե ես, իրենք տարածում են, այսինքն իր կինը եւ իր հայրը սենեթեր տարածում են, որպեսզի կարողանան վնասեն իմ այս գալիքը ընտրության, որ պիտի մասնակցեն, վնասեն ինձ։ Տեսնում եք, ամեն տեղ կարող է տարբեր խնդիրներ լինի ընտանեկան, բայց սա դարձել է ֆիլմի նման է դարձել։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, Միշիգանի ընտրության մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Serve-Pro ընկերությունն է հովանավորում։ Եթե դուք ուզում եք professionally մաքրեք ձեր տունը, սրանք մի քանի կանայք չեն, որ կան տուն մաքրեն։ Սա եթե նոր շենք է կառուցել, պետք է խիստ այդ construction-ի մաքրությունը լինի, կամ հավելում եք կատարել, մեծացրել եք ձեր բնակարանը, extension եք տվել ձեր բնակարանը, լուրջ մաքրման կարիք ունի, կամ հրդեհ է տեղի ունեցել, ուզում եք լուրջ մաքրվի բնակարանը, զանգարեք այս մասնակետներին, այրախոսահամարը կրված է։ Դոկտոր Parker Ջահանգիրն հովանավորում ծրագիրը, եթե ալերժի եւ ասմայով տառապում եք, այրախոսահամարը կրված է, այստեղ հանդիպեք եւ խորհրդակցեք այս բժշկի հետ։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն ամենախոշոր դաշնամուրի խանութն է Ամերիկայում։ 600 դաշնամուր խանութի մեջ կա, 2 հարկի մեջ 25000 square feet տարածքի մեջ։ Որևէ երկիրում դաշնամուրը արտադրում իրենք օրինակ ունեն։ Ամերիկայում արտադրող դաշնամուր, Ժապոնիայում, Չինաստանում, Կորեայում, Czech Republic, Petrov դաշնամուր, իրենք ներկայացուցիչն են Պետրովի, եւ գերմանական դաշնամուրներ, գեղեցիկ դաշնամուրներ գերմանական ձեռքով պատրաստված։ Ամենայն դեպս այցելեք մյուզեի նման է կհետաքրքրի ձեզ։ Անրեղ Արիվյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ տեղի ունեցել ձեր տանը,
եթե bankruptcy file-ը, եթե accident եք ունենում այս հեռախոսահամարի զանգարեք կվերադառնա։ Michigan-ի senator Gary Peters անունով տարիներ այնտեղ ասաց ես էլ չեմ ուզում մասնակցել եւ ինքը միակը չի ինչ որ այս գալիք ընտրության չպիտի մասնակցի 11 սենատորներ դեմոկրատ ռիպաբլիկան ասել են որ չեն ուզում մասնակցել ուրեմն դեմոկրատները պետք է իրենց ներկայացից այսինքն անձը ընտրեն որպեսի այդ աթոռի համար մասնակցի ընտրության եւ ռիպաբլիկանները պետք է մեկին ներկայացնեն Gary Peters ինքը դեմոկրատ է եւ Միշիգանը որովհետեւ դեմոկրատներ շատ կան մանավանդ մուսուլմաններ այդ նահանգը շատ են գնացել ուրեմն մեկ անձնավորություն որ ինքը մուսուլման է բժիշկ է դոկտոր է ընտրության է մասնակցել իսկ մեկ ներկայացնի տան անդամ այդ նահանգից իր տեխնացությունն է դրել սպիտակին է եւ այս սենատորը ինչ որ հանգստի պիտի կոչվի իրեն է հովանավորում այս ընտրությունը տեղի ունեցավ ես ուզում եմ այստեղ ցուցադրել եւ այսպես այդ անձը որ մուսուլմանը ինչ որ ասացի դոկտորը Աբդուլ Ալ-Սայեդ տեսնում եք այստեղ ում որ տեսակ Բերնի Սանդերսը նրան էր հովանավոր այս կամ այս մարտին է հովանավորում Աբդուլ տեսնում եք այստեղ for Senate Michigan նահանգից ասա այսպես ուրեմն դեմոկրատները սա դեմոկրատական մեկը պետք է ընտրվի այդ նահանգի հետո ռիպաբլիկանի հետ մրցության մեջ լինի այս անձը ասում է որ մենք Իսրայելին քննադատում է եւ ասում է չպիտի հովանավորեն իսկ իրեն այս կինն է մյուս իր մրցակիցը որը ասացի ներկայացնի տան անդամ է Օբաման իրեն հովանավորում է եւ նահանգապետը ցախում տեսնում եք Հեյլի Ստիվենս նահանգապետը եւ Օբաման իրեն են հովանավորում էին աչում Աբդուլ Ալ-Սայեդ տեսնում եք այսեր ինչ որ ասացի անընդհատ Իսրայելին ասում էր որ ինչպես ջարդում փշում է Ղազայում մարդկանց ամենայն դեպս ընտրությունը տեղի ունեցավ եւ այդ կինը այսինքն այդ կինը ներկայացնի տան անդամ նախքին նա եղավ հիմա այստեղ ընտրության ժամանակ է որ բանակցությունը ասացի 11 սենատորներ չեն մասնակցում եւ 2024-ին 8 սենատորներ ընտրության չմասնակցեցին իսկ նախագահը Թրամփը այս մասին ասում է մեկը կոմունիստ է այս դեմոկրատները մյուսը սոցիալիստ է ուրեմն երկուսն էլ վատ են մի իրենց քվեարկեք ռիպաբլիկան տեխնացուին այս երկուսին մի քվեարկեք ասած երեք ասած նախագահ Թրամփը ամենայն դեպս 45 հոգի 2024-ին ներկայացնի տան անդամներ հանգստի կոչեցին իրեն չմասնակցեն այս տարի 58 ներկայացնի տան անդամներից ասել են չեն մասնակցելու նոր անձիկ պետք է այդ աթոռները զբաղեցնեն հիմա ասացի նախագահ ասում է սոցիալիստ են մյուսը կոմունիստ են հիմա սոցիալիզմին հարցրեր են արդյոք դուք դեմոկրատներին իհարկե 52%-ը հավանում են որ սոցիալիստական գաղափարախոսություն ունեն հավանում են 43% դեմոկրատներից չեն հավանում որ այդ սոցիալիզմը չեն հավանում անկախ մարդկանց միջև ընդամենը 17% են որ այդ սոցիալական հարցերը կամ սոցիալիզմը հավանում են 77% չեն հավանում ռիպաբլիկանները բնականաբար բնավ չեն հավանում սոցիալիզմը այսպես տեսնում եք հիմա նախագահ Թրամփի հավանությունը
Ընդհանուր իրեն հավանությունը 39% է, որ այսինքն շատ ցած է իր հավանությունը։ Տնտեսության մասին, էկոնոմիի մասին 36%-ը իրեն հավանում են ինչ որ աշխատանք է տանում։ Իրանի հարցը հետևելու համար կամ ինչ որ աշխատում է Իրանի դեմ 36%-ն է, որ հավանություն է տալիս ինչ որ անում է այդ վերաբերյալ 60%-ից ավել դեմ են ինչ որ կատարում է։ Հիմա նայում ենք դեմոկրատ կուսակցության, սա նախագահ Թրամփի մասին։ Դեմոկրատ կուսակցության մասին մարդիկ ինչ են մտածում։ 30%-ով հանրությունը հավանում է դեմոկրատ կուսակցություն, սա բոլորի մեջ է, հանրության մեջ է։ 30% ընդամենը հավանում է դեմոկրատ կուսակցության աշխատանքը, 51%-ով չեն հավանում դեմոկրատ կուսակցության աշխատանքը։ Տեսնում եք ընդհանուր ժողովուրդը կարծեք կուսակցության որևէ կուսակցության անձի մարդկանց ընդհանուր բացասական կարծիք ունեն այս կուսակցության անդամների մասին։ Ես հիմա ուզում եմ շարունակել եւ խոսել stock market-ը ինչ է տեղի ունենում եւ Իրանի մասին, խոսել այդ մասին։ Գիտեք նախագահը 7 անգամ ինչեւ հիմա ասել է, որ եթե Իրանը այս անգամ մենք բանակցություն ենք կատարում, Իրանը հերքում է, ասում է մենք բանակցություն չենք կատարում։ Մենք Օմանի հետ, Օման երկրի հետ Հորմոզի նեղուցի մասին, որ մի կողմը Օմանն է, մի կողմը Իրանն է, այդ նեղուցումը դրա մասին ենք խոսում։ Բայց որովհետև նախագահը ասել է բանակցությունները շարունակվում են, տնտեսությունը աճ է ցույց տվել, այստեղ տեսնում եք Dow Jones 54,000-ի ասել 907 կետ բարձրացել է, որ մեծ թռիչք է այս։ Nasdaq-ը նույնպես 2.59%-ով թռիչք է կատարել, նաև S&P 500 տեսնում եք այսպես վիճակ է տիրում, այսինքն ամեն ժողովուրդ կարծում են հիմա օքեյ է, քանի որ պատերազմ չկա եւ խոսում է նախագահը, որ աշխատում ենք խաղաղություն բերել, վերջ տալ այս պատերազմին։ Շարունակենք հիմա։ Տեսնում եք այսպես ուրախությամբ ծափարում է։ Բենզինի գինը իջել է, մասա տակառը շատ իջել է, բայց անմիջապես դա չի գալիս ազդի։ Այստեղ քիչ առաջ ձեզ ասացի Dow Jones-ի մասին։ Բենզինի գինը տեսեք $75.65 է, $5.84-ով իջել է այս անգամ, մեկ անգամից խոշոր եւ արտգործ նախարարն է այստեղ ասում է, որ բանակցությունը շարունակվում է, լավ հիմքերի վրա բանակցությունը Իրանի հետ շարունակվում է, Իրանը իհարկե ասում է մենք չենք բանակցում, նույնը հույս է հայտնում այս երկրի, այստեղ տեսնում եք Չինաստանին ուզում են օգնել, նաեւ հարաբերություն կարծեք ուզում են լավանա։ Ամենայն դեպս Իրանի հետ հիմա որևէ բան տեղի չի ունենում, Հորմոզի նեղուց նախագահն ասել է վաղը կբացվի եւ նավերը կարող են այդտեղից հանգիստ անցնեն։ 7 անգամ է որ նախագահը մինչև ասել է որ որոշել եմ, եթե սա մի ճիշտ տեղի չհանգի, պետք է ռմբակոծեմ ամեն ինչը հողի հետ հավասարեմ Իրանում։ 7 անգամ իջեմ ասել է, հետո ժամանակին եկել է տարբեր հարցերով ասել է, օքեյ, այս արաբական երկրները ասել են, չէ, բանակցությունը շարունակեք եւ այլն, այսպես միջև ասել է։ Հիմա հույս է հայտնում, որ այս անգամ արդյունքի կհասնի, եթե ոչ, խիստ ասել է ռմբակոծելու է Իրանի տարածքները, negotiation-ը շարունակվում է։ Ես ուզում եմ նաև հիմա ձեզ ցույց տալ շարքի կամ շնացուկի ծաղկը մի հատ
տեսնեք, եթե շնացուկը նրանցից է որ չեն կարող որսել, այստեղ բերեն են ցույց են տալիս, որովհետև սա Ամերիկայի հյուսիսային մասում են տեսել, այսինքն այնքան եղանակը շոկ է, ջուրը նաև տաքացել է, որ շնացուկը նաև գնում է արևելյան նահանգում իհարկե, գնում է դեպի հյուսիսային, դեպի գնա Կանադա, այդ շրջանները, որ ջուրը ավելի սառը լինի, որպես կարողանան տոքան այս եղանակը։ Ես մի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից Ուկրաինայի մասին պիտի խոսեմ, Չինաստանի ռոբոտների մասին խոսեմ, եթե առիթ եղավ։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի տակ կամ թաթի վրա վերք եք, հայլում եք, շնչասպառ եք լինում, այցելեք հանդիպեք այս բժիշկին, կենտրոնները Orange County, Commerce, Encino, Glendale։ Glendale-ում 616 East Glennox փողոցի վրա է գտնվում, անպայման զանգ արեք, հովանավորում է այս ծրագիրը, դուք էլ եթե այդ հարցեր ունեք, իրեն հանդիպեք։ Մոտավորապես 24 ժամ առաջ Ուկրաինան հարձակում կատարեց Ռուսաստանի տարածքի մեջ, Մոսկվային մոտ, եւ այդ հարձակման փոքր դրոններով, այս փոքրիկ անօթաչու օդանավներով հարձակվեց եւ 7 հոգի Ռուսաստանում մահացան, որոնցից 3-ը երեխաներ են։ Իսկ տարօրինակ ձև, գիտեք, Ռուսաստանն նաեւ անընդհատ հարձակվում է Ուկրաինայի վրա։ Հիմա մեկ անձնավորություն, որ ապրանք է փոքրիկ փողոցում ապրանք է վաճառում, տեսեք դրոնն է, ռուսական դրոնն է, որ հետևում է անձին, այսինքն իրենք ունեն մի ձև, որ անձին հետևի եւ հետո պայթի։ Տեսեք անձը իր այդ մեքենայի մեջ մեքենայի մեջ ապրանք ունի ծախում է, աշխատում է փախուստա, վերջ-վերջո պայթում է այդ դրոնը, տեսեք իրեն ինչ վնասներ է ասել այս ուկրաինցին, ապրանքավաճառ անձնավորությունը, տեսեք մեջքը եւ այլն, տեսնում եք այսպես աշխատում է այդ փոքրիկ սևը, տեսնում եք դրոնն է, ինչ որ իրեն հետևում է եւ վերջ-վերջո պայթում է, իրեն վնաս է հասցնում այստեղ։ Ուկրաինան նաեւ Ռուսաստանին վնաս է հասցնում, այստեղ տեսնում եք եւ ասացի վերջին ժամանակում 7 ռուսներ մահացել են, սա ռիզորտում էր, մարդիկ գնացել էին, ուրեմն ամառային արձակուրդը հիմա գնում են, այսպես տեսնում եք, նաև սպանությունները տեղի ունենում այդպես։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ես հանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։